Ես իմ աջակցությունը, ես իմ սոլիդարնեսն եմ հայտնում մեր քաղբանդակյալներին։ Ես երազում եմ եւ ինձնից կախվածը ամենը կանեմ, որպեսզի օր առաջ ազատ արձակվեն իսկական հերոսական դիրքավորում դրսևորած լինի դա Արկադի Ղուկասյանը, լինի դա Բակո Սահակյանը, լինի դա Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև հարգարժան Արմեն Աշոտյանը, որը անգամից բանտախցում ուռնա Փաշինյանական անձնական վրեժխնդրության արդյունքում է այնտեղ հայտնվել, Փաշինյանական վախերի արդյունքում է այնտեղ հայտնվել, ինչպես նաև աջակցությունս եմ հայտնում Նարեկ Մալյանին, ինչու եմ անպայման ուզում Նարեկ Մալյանին հիշել, որովհետև նա տարիներ շարունակ հայ հանրությանը աչքերը բացում էր ասելով այն վտանգների մասին, որոնք իրենց մեջ կրում են սորոսականները եւ բացահայտում էր նրանց դավաճանական գործողությունները, դա անհետևանք չէր կարող մնալ։ Ես իմ ներողությունն եմ հայտնում նաեւ այս սրահում տեղակայված այն հերոսներին, ում անունը չտվեցի, լինի դա Լևոն Նացականյանը եւ ուրիշները, բայց դրա հետ մեկտեղ ուզում եմ մեր ժողովրդի հետ պարզապես որպես ժողովրդի զավակ մի բան հիշեցնել։ Այսօրվա պես հիշողությանց է գալիս Սումգայիթի այդ ողբերգական սադիստական դրսևորումներից հետո, թե ինչպես ամբողջ հայ ժողովուրդը, հատկապես Երևանը ոտքի կանգնեց։ Հիշում եմ ինչպես, երբ Հայաստանի Հանրապետության մասնավորապես հյուսիս-արևելյան շրջաններում Դիլիջանի սահմաններում վտանգավոր իրավիճակ էր, մի մարդու պես գնացին, ծնվեցին բառից իսկական առումով հերոսներ, որոնք տնից էին իրենց զենքը վերցնում, տանում, ես նկատի ունեմ որսորդական հրացաններ կամ որը ինչ ճակատագիր ուներ, նաև պիստոլետներ գնում էին մարտնչելու, բախտ եմ ունեցել իրենց հետ մոտիկից շփվելու, անունները որինը տամ, որինը չտամ, սկսած նույն Վազգեն Սարգսյանից, որը ֆիդայական շարժումով սկսվեց, նույն Միշիկից, Վոժդից, նույն Աշոտ Մանուկյանից, Սասունցի Դավիթ Ջոկատի կազմակերպիչներից եւ հրամանատարը, նույն երջանկահիշատակ Սամվել Գևորգյանից, Ռուբեն Գևորգյանից, Սամվել Գևորգյանը եւ Ռուբեն Գևորգյանը սասնածառերն էին ոտքի կանգնացրել։ Եվ դրանց կարելի է անվերջ անունները տալ եւ թվարկել, անգամ Երևանի, ես դրական եմ վերաբերում իրենց, բարից իսկական առումով համարձակ տղաները, հեղինակությունները գնացել էին պատերազմի, չգիտեմ ազգանունները տամ կարող է սկսեն հետապնդել, ցավոք մի երկուսը մահացել են, լինի դա մեր Նորագյուղի ավետը թե մյուսները։ Իսկ հիմա 105,000 արցախահայություն էթնոցիդի ենթարկվեց, բացարձակապես անտարբերություն, այս սա է, որ 97 թվականից Սորոսի ստոր սատանայական ոտքը երբ ներխուժեց Հայաստանի Հանրապետություն, ամբողջությամբ հայերին ներհատուկ թասիբը, դուխը, համախմբվելու ունակությունը եւ ներքին պահանջը ասես թե ջրվեցին ամեն մեկը այնքան որ իրական տունը կարողանա պահել, իր գլուխը կարողանա պահել, որովհետև գնալով տեսնում է մի կողմից Փաշինյանը աշխատում է Թուրքիայի, Ադրբեջանի, ինչու՞ չէ Մեծ Բրիտանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների ուղղակի թելադրման ներքո, մյուս կողմից հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը ծայր աստիճան վտանգավոր պատերազմ է մղում ՆԱՏՕ-ի դեմ եւ հիմա չի կարողանում իր ողջ ռեսուրսների գոնե որոշակի տոկոսով տրամադրել Հայաստանի Հանրապետությանը, հայտնվել են կոտրած տաշտակի առաջ եւ այս վիճակում մենք սիրտ չենք թողում մեր ռուս բարեկամներին, որ որպես հարազատ շարունակեն մոտենալ մեզ,
եւ համարեն մեծագույն թուրիմացություն քաղաքացիական այն հատվածի ձայները, որոնք 680,000 էին եւ 21 թվականի հունիսի 20-ին տրվեցին ուրեմն Փաշինյանին։ Դրանից հետո լրջացում տեղի ունեցավ։ Առավոտյան այն, որ սրանից 2 ամիս առաջ կայացած Երևանի քաղաքապետարանի ընտրություններին արդեն շեշտակի անգամ պակասել էր այն մարդկանց տոկոսը, ովքեր ձայնը տվել էին քաղաքացիական պայմանագրին։